տեսավ ու հաստատ ճանաչեց ինձ։ Կորած եմ։ Լավա համարձակությունը թերիքեց կապի դուրս գաս իմ հետ տականք։ Ինչ զզվելի մարդ ես, բայց դու։ Ես կյանքում առաջին անգամ եմ ինձանից մեծ մարդկանց հետ սենց խոսում։ Դու, ես չգիտեմ ինչ զզվելի ես, քեզ վիրավորական բառերով բնութագրելն էլա քիչ։ Քո նման մարդիկ ոչ վիրավորվել գիտեն, ոչ էլ իրենց սխալը ընդունել։ Շատ քիչ ա մնացել քեզ բաբկեն։ Ես քեզ խոստանում եմ, քո վերջը գալու է։ Ոստիկանները շատ շուտով գալու են քո հետևից։ Ու դու քեզ հասանելիք պատիժը ստանալու ես։ Ինչի՞ չես խոսում։ Զանգել ես, որ լռես, հա։ Թե զգում ես ինչ վճռական եմ տրամադրված։ Բաբկեն, ես քեզ խոստանում եմ, ոնց դու իմ կյանքը փչացրեցիր, նույն ձև ես եմ քոնը փչացնելու։ Դու գնալու ես ու խաբեության հոդվածով նստելու ես բանտում։ Դու չես ապրելու նորմալ կյանքով։ Ես քննիչին ամեն ինչ պատմել եմ, ու նամակներն էլ եմ ցույց տալու, ու այդ ժամանակ նստելու եմ սպասեմ քո դատաստանին։ Ես չեմ ուզում դու անես այն սխալը, ինչը ես եմ ժամանակին արել, չես հասկանում։ Առանց ապացույցների խոսալը սխալ է։ Բացի լարվածությունից ուրիշ ոչ մի բան չի տալու մեզ։ Ես էլ եմ այս նույն սխալը արել։ Ես իմ սիրած մարդուց երկար ժամանակ հեռու եմ մնացել այս ամեն ինչի պատճառով։ Իսկ այդ գիտես ինչ ցավոտ է։ Չէ, հիմա չես հասկանում։ Հիմա գլուխդ տաք է, մտածում ես կդիմանաս ոչինչ կանցնի։ Հետո կամաց հասկանալու ես, որ օդդ չի երիքում։ Հասկանալու ես, որ կյանքդ անիմաստ է առանց իրա։ Նորո, հասկանալու ես, որ էլ ապագան չես տեսնում։ Գիտես ինչի։ Որովհետև այդ ապագան առանց Մագդայի քո համար անիմաստ է լինելու։ Մի խոսքով վերջնական աշխատանքիցը դուրս եկար, հա, որ ես քեզ էլ տեսնելու հնարավորություն չունենամ, ես ճիշտ եմ հասկանում։ Հա, ես կամաց ուզում եմ հեռանալ ձեր ընտանիքից ու ուզում եմ, որ դուք շարունակեք ապրել այնպես, ինչպես որ ապրել եք մինչև իմ գալը։ Լանա, էլ առաջվա նման ոչ մի բան չի լինելու, իսկ եթե առաջվա նման չի լինելու, ուրեմն քո քայլերը անիմաստ են։ Դու ուզում ես մոռանաս մեր զգացմունքները, հա։ Դու վստահ ես, որ այդ ամեն ինչը կարող ես թողնել։ Մտածում ես, որ այդքան ուժեղ ես։ Համենայն դեպս փորձում եմ իմ մեջ ուժ գտնեմ։ Արշակ ես իմ երեխու կյանքում բացի դժբախտությունից ուրիշ ոչինչ չեմ տվել։ Իմ արածները քիչ էր մի հատ էլ այդ Հասմիկի պատմությունը։ Բայց դու ասացիր, որ ոչ մի բան չես ասել։ Հա, չեմ ասել։ Բայց բառ առ բառ էլ չեմ հիշում ինչ ենք խոսել։ Ես չեմ հիշում ինքը ինձ ինչ հարցեր ա տվել, մենք շատ երկար զրուցել ենք։ Չգիտեմ իրա մոտ ինչ ա հաջողվել ինձնից կորզել։ Լսի, ինչ որ եղել է, այլ ոչ մի բան չեն կարող հետ բերել։ Բայց դու հիմա վախենալու բան չունես։ Որովհետև ինչ կար չկար ջրի երեսա դուրս եկել։ Ես մտածում եմ, որ այդ ամեն ինչը Հասմիկի ձեռքով է կատարվել։
Ուղղակի ես իրադարձություններն եմ իրար միացնում։ Զուտ բարձրաձայն մտածում եմ, ես վստահ չեմ, որ դա տենց է։ Արշակ, եթե ես իմանամ, որ Հասմիկն է դա արել, ես իմ ձեռքերով կխեղդեմ այդ աղջկան։ Իմ երեխուն սենց ստրեսի ինքը չէր կարա ենթարկեր։ Համենայն դեպս այս ձևով չպիտի իմանար Մագդան։ Լանա, եղած արդեն եղել է, վերջացրա։ Այսինքն դու ուզում ես այս թեման փակես ու անցնես առաջ։ Դու հասկանում ես ինչ է արել այդ աղջիկը։ Այդ սովորական ստորություն չի է։ Ինքը Մագդային ասել է այն, ինչը որ մենք նույնիսկ չենք համարձակվել մտածել։ Լանա, ինչ անեի։ Մագդայի տարիքի աղջկա։ Գնայի վիճեի հետը, հա? Կամ խփեի։ Չէ։ Դու ոչ մի բան չես կարող անել, այ բայց ես կարող եմ։ Ինքը իմ վստահությունն է չարաշահել։ Իմ մոտ դերասանություն է արել ու ինձնից բաներ է փորձել ճշտել։ Բայց դու ասում ես, որ ոչ մի բան չես վստահել իրան։ Էլի եմ ասում, բայց չեմ կարող բառ առ բառ հիշել ինչ եմ ասել, ինչ չեմ ասել։ Ինքն ինձ անընդհատ խաչաձև հարցեր ա տվել։ Ես էլ խոսել եմ։ Հստակ չեմ կարող ասել, ես իրեն ինչ-որ կարևոր բան ասել եմ, թե չէ։ Լավ, հանգստացի ու մոռացի դրան։ Դու ավելի լավ է հիմա կենտրոնանաս քո մտքերի վրա։ Ու պայքար ես, լսում ես։ Գուցե Հասմիկը քեզ մի բան էլ լավություն արել։ Այդ ամեն ինչը Մագդային պատմելով։ Հա։ Հնարավոր է, որ դու տենց միջև վերջ համարձակություն չեր ունենում այդ ամեն ինչը ասել։ Նույնն էլ ես։ Այնքան եմ ուզում, որ իմ ուժեղ Լանան վերադառնա։ Շատ եմ ուզում։ Լավ, արդեն գնալու ժամանակն է։ Կգնանք, հաստատ չենք մնա, բայց դու հիշի, քայլ անելուց առաջ պետք է մտածես, որովհետև նժարի վրա դու շատ կարևոր ու թանկ բան ունես դրած։ Հա, բալես։ Պարապունքս ավարտել եմ։ Հիմա կգամ։ Մագդա։ Կասես ես քեզ ինչ եմ արել։ Կասես ինչի համար եմ ես հիմա այս վերաբերմունքին արժանանում։ Ինչ ա եղել, որ մենք իրարից այսքան հեռացել ենք։ Կասես ինչի իմ զանգերին չես պատասխանում, ինչի ես եկել ու սենց ծառը հայացքով ինձ նայում, կասես ինչի համար։ Կներես։ Դու գիտես չէ քո ամեն խոսքը իմ համար ինչքան կարևոր է։ Դու գիտես, որ իմ բոլոր զգացմունքները, հույզերը, երազանքները, ամեն ինչ քեզնից է կախված, քո մի խոսքից է կախված։ Հիմա կասես ինչի ես իմ հետ սենց վարվում։ Ինչի ես սենց հանկարծակի դու իմ հանդեպ փոխվում։ Ես 2 օր չեմ կարողանում քնեմ։ Անընդհատ ինձ հարց եմ տալիս, լավ որտեղ էր իմ սխալը, ինչը սխալ արեցի։ Ինչի ամենից սենց եղավ։ Ու չեմ կարողանում հասկանամ ինչի։ Ու դու շարունակում ես սենց լուռ մնալ։ Ես չեմ ուզում գուշակեմ ինչա կատարվում։ Ես ուղղակի ուզում եմ դու խոսաս։ Ես ուզում եմ այդ ամեն ինչը դու ինձ բացատրես։ Հասկանում ես, ես քո հանդեպ մեղքի զգացում ունեմ, բայց ես ոչ մի բան չեմ արել։ Այդ էս կյանքում ամենավատ բանն է։ Նորո եթե նեղացել ես, ասա ինչի ես նեղացել։ Եթե հիասթափվել ես, ասա ինչի համար ես հիասթափվել։
բայց նենց մի արա, որ ես քո լռությունից ես ավելի մտքերի մեջ խճճվեմ։ Կգաս ուրիշ տեղ գնանք խոսանք, չեմ ուզում ստեղ մնամ։ Ինչի արշակ այդ հանդիպելուց ես խուսափում։ Ճիշտ եմ հասկանում, նորից այդ լարվածությունը սկսվել է։ Չէ, ուղղակի ուրիշ տեղ եմ ուզում գնամ։ Այդքան բան։ Չես ուզում։ Հա, արևս։ Ալին բարև, ո՞նց ես։ Լավ, դու։ Լավ, շատ եմ քեզ կարոտել, երբ կգաս մեզ հյուր։ Ես էլ քեզ եմ կարոտել, արև։ Բայց չգիտեմ, չի հարմարվում մի տեսակ։ Անկեղծ շատ եմ ուզում գամ։ Բայց ինչի։ Մի օր դասերից հետո տուն գնալու փոխարեն մեր տուն արի։ Հիշում ես, մի անգամ էլ ենք տենց պլանավորել։ Դե լավ, ես 2 օրը կկազմակերպեմ կգամ։ Ինձ նախապես կասես, որ պատրաստվեմ, հա։ Արև նենց ես ասում պատրաստվեմ, ոնց որ պաշտոնյա լինեմ ես։ Դու իմ ամենակարևոր հյուրն ես, Ալին, ու ես պետք է միշտ քեզ սիրուն ընդունեմ։ Վախ, արևս։ Լավ, որ այդպես ես ուզում, ուրեմն կասեմ գալուց։ Դե կսպասեմ։ Դու չունես ոչ մի բան բացատրելու։ Սենց շարունակելու ենք լուր ուղակի նստենք։ Մագդա, դու ճիշտ ես նկատել, որ իմ վերաբերմունքը փոխվել է։ Բայց իմացի, որ ես դիտավոր իրար չեմ արել։ Ուղղակի հիմա շատ լարված եմ ու խառնված։ Ասես ոնց կարա մարտիրասիրած մարդու հանդեպ վերաբերմունքը փոխի։ Ու հետո էլ ասի, որ դիտավորյալ չի արել։ Դու չես հասկանում, որ սեր այդ պահի բան չի։ Մի օր մարդու հետ լինում ես շատ մոտ, շատ լավ, ու հաջորդ վայրկյանին լրիվ սառում ես։ Իմ համար ամենացավոտը էս քո փոփոխությունը չի։ Այլ այնա, որ դու անգամ անուն չես տալիս սրան։ Ուղղակի պատճառաբանություններ ես ասում, որ լարված ես, խառնված ես, բայց ոչ մի կոնկրետ բան։ Եթե ներսումդ ամեն ինչ նույնա, դու չես կարա այսքան փոխվես։ Լավ քո կարծիքով իրոք չեմ հասկանում ինչա կատարվում։ Չեմ հասկանում, որ դու ուղղակի ուզում ես իրավիճակը փրկես, բայց ուրիշ ոչ մի բան։ Հա, ես ուզում եմ ինչ-որ բան փրկեմ։ Բայց իրավիճակը չէ։ Այլ մեր զգացմունքները։ Ուղղակի չեմ ուզում այս ամեն ինչի պատճառով քեզ կորցնեմ։ Իսկ ինչի մասին է խոսքը գնում։ Իմ խնդիրների։ Այն ինչ որ կատարվում է իմ կյանքում հիմա։ Բայց իմացի, որ դու ամենավերջի մարդն ես, որ ուզում եմ այս ամեն ինչի պատճառով տուժես։ Կանված զգաս քեզ։ Դրա համար խնդրում եմ մի ստիպի, որ ավելի ծավալվեմ։ Մի ստիպի, որ խոսամ։ Այդ հաստատ մեզ պետք չի։ Այդ մեզ խանգարելու է ու շատ։ Լավ, բա ինչ անենք։ Սենց ամեն ինչ ուղակի օդում թողնենք։ Ես չհասկանամ ինչն է քո վրա այդքան ազդել,
որ անգամ ձեր բակում ուղակի նայեցիր աչքերիս մեջ ու գնացիր։ Էդ իրոք քո համար կարևոր չի։ Հա, կարևոր չի։ Որովհետև եթե ես խոսեմ, քեզ ցավացնելու եմ։ Իսկ ես չեմ ուզում քեզ ցավացնեմ, Մագդա։ Ես չեմ եկել հիմա քեզ ցավացնեմ ու գնամ։ Դրա համար չի մեզ քայլը, հասկացի։ Բայց նաև գիտակցում եմ, որ ինչ կատարվում է իմ կյանքում, այս լռությունը, այդ ամեն ինչը քո համար եմ անում։ Դու նեղվել ես, չէ՞ որ ես չեմ խոսում, որ չէի արտահայտվում, տես հիմա խոսում եմ, հիմա ամեն ինչ ասում եմ։ Բայց նաև գիտակցում եմ, որ այս ամեն ինչը հենց քո համար եմ անում, որ խուսափենք ամեն ինչից, որ ցավ չզգաս։ Որովհետև ես չգիտեմ, բայց գիտեմ մի բան, որ այն ինչ մնա հետո ավելի է ցավացնելու, ավելի է բարդացնելու, բայց տենց իմ համար ավելի հեշտ է։ Թող այս ամեն ինչը քեզնից ավելի հեռու լինի, անհասանելի լինի, այդպես իմ սիրտը ավելի հանգիստ կլինի։ Բայց այդ պարագայում ես չեմ կարա հանգիստ լինեմ։ Դու չես հասկանում, որ ես ուզում եմ քեզ օգնեմ, ուզում եմ քո կողքին լինեմ, քո հետ լինեմ։ Թե արդեն ինչ չես վստահում, ուղղակի չես ուզում ասես։ Ես էլ գիտեմ քնած ես։ Չէ, ուղղակի գլուխս ցավում էր, աչքերս փակել էին։ Տեղ տամ։ Խմել եմ։ Էլ նոր արևի հետ էի խոսում։ Ասաց, որ կարոտել է ինձ։ Վաղը դասերից հետո գնամ իրանց տուն, հա։ Չէ։ Նկատի ունեմ համբերին նորոն կգաք ասես, կհասկանամ գնում ես թե չէ։ Ինչի։ Այսինքն պետքա չգնամ։ Նորոն ինչ պարտադիր է իմանա էլիս։ Ես քեզ եմ ասում։ Համ էլ ուրիշ տեղ չեմ գնում։ Ալինա, ախպերը տա։ Չիմանա ուր ես գնում, ինչ ես անում, էդ ասածս։ Էլից որ ախպերս իմանա ես գնում եմ իմ քրոջ ու իր նշանածի տուն, հաստատ չի բարկանա։ Հիմա կբարկանա։ Ինչի։ Ես մտածում էի արդեն ամեն ինչ հարթվել է մեր ընտանիքների մեջ։ Էլիս թե բան է փոխվել ու դու ինձ չես ասում։ Ինչ չվստահելու մասին է խոսքը, Մագդա։ Ես քեզ իմ կյանքն եմ ուզում վստահեմ։ Ու քո համար եմ լռում, որ չեմ ասում, հասկացի, արի չծավալվենք, լավ։ Արի փակենք այս թեման ու գնանք տուն։ Չեմ եկա չհամոզեցիր։ Ես քեզ համոզելու համար չեմ ասում։ Ես իմ ասելիքը ասեցի, թեման փակա։ Ոչ մի թեմա էլ փակ չի։ Դու չես կարա ինձ հրամայես, ես մի բան հասկանամ, որը չեմ ուզում։ Մագդա, մի ստիպի, որ ծավալվեմ։ Չեմ ուզում, ասում եմ։ Հա, Բայց չկա։ Ես ինչ որ պետքա քեզ ասեցի։ Ու թեման փակա, նորից եմ ասում։ Ես չեմ ուզում այս թեման շարունակենք, որովհետև հավանականությունը մեծանում է, որ ես կարողա չկարանամ զսպեմ։ Իսկ ես չեմ ուզում քեզ ցավացնեմ, հասկացի։ Թեման փակա։ Ոչ մի բան էլ չի փոխվել, Ալինա։ Ուղղակի արևին ոչ մի բան մի ասա, հա։ Դու նորից ցրում ես ինձ։ Վայ։ Լավ չեմ ասի։ Բայց որ նորոն գա ամեն ինչ պատմելու եք ինձ։ Ասելու եք թե ինչա կատարվում։ Ինչի եք այդ ընտանիքի հետ մեկ լավ, մեկ վատ։ Բայց ինչից վերցրեցիր, որ վատ ենք։ Ուղղակի նորոն վաղվա հետ կապված ուրիշ պլաններ ունի։ Կարող է տեղ գնանք։ Հա։ Ուրեմն արևին կասեմ մյուս օրը կհանդիպենք։ Իսկ կլինի ուղղակի սպասես։ Էլիզելիս չխափես։ Ավելի լավ է դու ինձ մի անգամից ասես, չէ Ալինա ջան, խնդիրներ կան, որի մասին դու չպետք է իմանաս, քան մի րոպեում 100 հատ սուտ հորինես։
Մագդան դուրս եկավ տնից, դեռ չի եկել։ Հա, երևի ուզում ամենակ մնա քայլում էր։ Էդո, դու օֆիսի պայմանագրերը ստուգում ես, չէ՞։ Հա, Արշակոպար, ոչ մի բան առանց նայելու առաջ չեմ տալիս։ Ինչ որ խնդիր կա։ Չէ, խնդիր չկա, դու շարունակի հետևել։ Հա, Ահա, էս էլ Մագդան։ Մագդան մենակ մնալը օգնեց, հանգստացար։ Ես մենակ չէի։ բա ում հետ էիր։ Նորոյի հետ էի, եկել էր որ խոսանք։ Հետո խոսացիք, հասկացաք իրար։ Խոսացինք, բայց ես առաջին անգամ իրան չհասկացա։ Ինչ էր ասում։ Ասեց, որ ինքը շատ լուրջ խնդիր ունի։ Ու չի ուզում ինձ ասի, որովհետև դրանով ինձ կնեղացնի։ Այսինքն այն ինչ կատարվում է Նորոյի կյանքում ուղիղ կապ ունի քո հետ, հա։ Դրա համար չի ուզում նեղացնի։ Դու էլ ես չէ տենց հասկանում։ Մագդա, դե ասած ուրիշ ձև չի լինի հասկանալ։ Վայ, Նորով, վայ։ Ես իրոք չեմ հասկանում Նորոյին։ Ինձ թվում էր իր մի հայացքից ես միշտ ամեն ինչ կհասկանամ։ Կզգամ ինչ է մտածում, ինչ է ապրում, բայց չէ։ Ինքը ինձ ուղիղ ասում է, որ չի կիսվելու իմ հետ ու արգելում է, որ ես իրան ինչ-որ հարց տամ։ Համ իմ կարևոր լինելուց էր խոսում, համ էլ ասում էր, որ ինչ-որ բան կա, որ եթե այդ բանը ես իմանամ, ամեն ինչ խառնվելու է իրար։ Այնքան հակասական զգացողություններ ունեմ իրան տեսնելուց։ Ինձ թվում է, ոնց որ մեր առաջին հանդիպումը լինի։ Ես չգիտեմ ինչ սպասեմ ու չգիտեմ հետո ինչ կլինի։ Լավ, ես երևի արդեն գնամ իմ սենյակ։ Էդո, ես քեզ սեփական երեխուց նման ճանաչում եմ։ Ինչքան արևին գիտեմ, այդքան էլ քեզ գիտեմ։ Խոսա հասկանամ ինչ ա եղել։ Ինչի ա Նորոն իմ դեմ տրամադրվել։ Լսի, ես երեխա չեմ, ամեն ինչ հասկանում եմ։ Գիտեմ, որ ես կապ ունեմ այդ ամեն ինչի հետ, ու չասես, որ չգիտես։ Չեմ հավատա։ Ալո, Նորո ջան, բարև։ մարև ձեզ։ Եթե հարմար է, կարող ես բաժին գալ։ Հիմա։ Լավ կլինի, որ հիմա գաս, բայց եթե հարմար չի, կարող ենք ժամ պայմանավորվել։ Չէ, կգամ։ Արշակոպար, հիմա չեմ ուզում աչքերիդ մեջ նայելով խաբեմ։ Դրա համար էլ կասեմ, որ հա, գիտեմ։ Բայց ինչ մնում է իմացածից մասին քեզ պատմելուն, կներես, բայց չեմ կարա։ Այդ Նորոյի անձնական հարցն է, ու ճիշտ չի լինի, որ մենք առանց իր ներկայության դրա մասին խոսանք։ Բայց ես ճիշտ եմ, չէ՞։ Այն ինչ որ կատարվում է, կապ ունի իմ հետ։ Հակառակ դեպքում Նորոն ոչ իմ հետ, ոչ էլ առավել եւս Մագդայի հետ տենց չէր խոսա։ Պարզա։ Լրությունդ կասկածներս ավելի է հաստատում։ Ոնց հասկանում եմ, ես պետք է Նորոյի հետ հանդիպեմ ու այս հարցերը իրան ուղղեմ։ Չէ, տենց բան չանես։ Հիմա ձեր խոսալը շատ սխալ է, եթե ինձ վստահում ես, խնդրում եմ, մի քիչ սպասի։ Եթե Նորոն հարցեր ունի, ինքն էլ իր հարցերը կբարձրաձայնի։ Հա, բայց ամեն դեպքում ինձ ու Նորոյին շատ լուրջ խոսակցություն է սպասում։ Ես ճիշտ եմ, չէ՞ հասկանում։
Ձեր զանգից հասկացա, որ Բաբկենի հետ կապված նորություն կա։ Ճիշտ ես հասկացել։ Բաբկենի գործից նորություն կա, բայց Բաբկենից չէ։ Նոր խնդրեմ ավելի մանրամասն կասեք։ Տղամարդը, որ Բաբկենի տնից գողություն արել ու ընկել ավտոյի տակ, մի քիչ խոսել է։ Ու ինչ է ասել։ Ասել է, որ Բաբկենը իրան փող է պառք։ Որ այս իրավիճակի համար Բաբկենն է մեղավոր։ Ու եթե Բաբկենը իրան չհետապնդեր, ինքը մեքենայի տակ չէր ընկնի։ Նորո, այդ մարդու վիճակը ծանր է ու պատրաստում են երկրորդ վիրահատության։ Ասեմ քեզ, որ հույս էլ չեն տալիս։ Մեզ պետք է գտնենք Բաբկենին ու հարցաքննենք։ Ձեզ հետ կապ չի հաստատել։ Չէ, ես Բաբկենի հետ կապված նորություն չունեմ։ Ու դժվար այդ ձևով տունը վաճառելուց հետո իմ հետ համարձակվի կապի դուրս գալ։ Նորո, ես հասկանում եմ, որ չես ուզում տան հետ կապված բողոք ներկայացնել։ Հասկանալի է, ծնողը տա։ Բայց ինձ էլ պետքա ճիշտ հասկանաս։ Մենք պետք է այս իրավիճակից դուրս գանք, պետքա պարզենք։ Տղամարդը պնդում է, որ Բաբկենը փորձում է երկիրը լքել։ Բայց մինչև հիմա նա երկիրը չի հատել։ Պետք է գտնենք Բաբկենին ու հարցաքննենք։ Գուցե Բաբկենը պարտք չի։ Գուցե այդ մարդը խաբում է։ Ես հասկանում եմ, բայց նորից եմ ասում։ Ես վերջի մարդը կլինեմ, որ Բաբկենը կհամարձակվի զանգել ու ինչ-որ բան քննարկել։ Դրա համար ասում եմ, այս գործի հետ կապված ես չեմ կարող օգնել։ Բայց խնդրում եմ, եթե նորություն լինի, ինձ անպայման տեղյակ պահեք։ Լավ։ Ու եթե ուրիշ բան չունեք ասելու, ես գնամ։ Ասածներից մասին չմոռանաս։ Սենց տենենց այս գործը օդի մեջ չի մնալու։ Պարզելու ենք։ Ուղղակի ինչքան շուտ, այնքան լավ։ Դե պատասխանի Հասմիկ։ Ալո։ Ես քեզ բան էի ասել, Իլանա։ Ուղղակի այդ գործը շատ շտապ է։ Չեկար ստորագրելու։ Ես չեմ հասկանում, այդքան բարդ, հա։ Չէ, բարդ չի։ Գործերս էին շատ։ Հիմա կարամ գամ տեղդ ասա։ Ես հիմա դրսում եմ։ Ուղղակի արի ստորագրի։ Եղավ։ Գնաց Էդոն։ Հա։ Մագդա, քեզ ասելու բան ունեմ։ Գիտեմ, որ մտքերդ ուրիշ տեղ են, որովհետև ես էլ եմ այդ նույն վիճակում, բայց հիմա ուրիշ բանի մասին պետք է խոսենք։ Ես Լանայի մասին չեմ ուզում խոսեմ։ Մագդա, ես ուրիշ թեմա է։ Բայց Լանայի հետ չէ կապված։ Լսի, նենց է ստացվել, որ Լանան դպրոցում մի աղջկա հետ է ծանոթացել։ Դե շփվել են։ Ես չգիտեմ, այդ աղջիկը իմացել է Լանայով լինելու մասին, բայց փորձել է ինֆորմացիա կորզել։ Նորմալ կբացատրես, բան չեմ հասկանում։ Խոսքը Հասմիկի մասին է։ Էն Հասմիկի։ Հա, այն Հասմիկի։ Ես այսօր դպրոց էի գնացել, ինձ տեսավ ու փախավ։ Ես էլ Լանան էլ ենթադրում ենք, որ այդ նամակը ինքն է քեզ ուղարկել։ Ես չեմ հասկանում, ինչի ամեն պատահածի Լանան իր կյանքը պատմում։
Չէ, Մագդա, չի պատմել։ Բա որ չի պատմել, Հասմիկը որտեղից է իմացել։ Կամ այդ մենակ իր գաղտնիքն է, որ տենց դնում պատմում է։ Մագդա, դու չես լսում, ասում եմ չի պատմել։ Չգիտեմ որտեղից իմացել է։ Հալո։ Այսօր մորաքրոջս աղջկա հետ եմ հանդիպել։ Բան պիտի ստորագրեի։ Դե խոսեցինք, վիճեցինք էլ։ Ինչ ա եղել։ Հետո ասեց, որ ես որտեղ գնում եմ, այդտեղ ամեն ինչ փչացնում եմ, նույնիսկ դպրոցում են ինձանից դժգո։ Խոսքը անգամ Հասմիկին հասավ։ Ու պարզվեց, որ Հասմիկին հանդիպել է դպրոցի դիմաց։ Հասմիկն էլ իրան իմ մասին հարցեր է տվել։ Հիմա ամեն ինչ տեղն է ընկնում։ Լավ, ես քեզ կզանգեմ։ Հիմա ամեն ինչ տեղն է ընկնում։ Դե ինձ էլ պատմի, ես էլ հասկանամ։ Նոր։ Եկել հասել եմ ստեղ, որովհետև շատ կարևոր է։ Ես ուրախ եմ, որ եկել ես։ Ես պետք է Բաբկենին գտնեմ։ Ես չգիտեմ, թե ինքը որտեղ է։ Հաս, եթե եկել կանգնել եմ ստեղ, ուրեմն շատ կարևոր է։ Ես շատ կարևոր բան պետք է իրան ասեմ։ Պետք է գտնեմ։ Նորո ես իրոք չգիտեմ ինքը որտեղ է։ Ես էլ եմ փնտրում ամեն ձև ուզում եմ գտնեմ, բայց չի ստացվում։ Հաստատ։ Հա, 1000 անգամ զանգել եմ, գրել եմ, չի պատասխանում։ Հետո ինքը ինձ հետ զանգեց, բայց ոչ մի բառ չէր խոսում։ Այսինքն։ Չգիտեմ, ես էլ չհասկացա։ Ես քո խոսքին չեմ հավատում։ Նորմալ է, չէ՞ որ չեմ հավատում։ Դու էլ ես հասկանում ինչի։ Ուղղակի մի բան ասեմ ու գնամ։ Եթե քո այդ կապի դուրս գա, փոխանցի, որ իր շայերից է բխում, որ իմ այդ կապի դուրս գա։ Իր գլխին նոր գործ են ուզում սարքեն։ Ու այդ գործը տան հետ ընդհանրապես կապ չունի, հաս։ Նորո ասում եմ, չգիտեմ որտեղ է։ Իմ ասածը հիշեցիր։ Եթե քո այդ կապի դուրս գա, ուղղակի փոխանցի իմ ասածը։ Կլինի։ Արդեն էական չի ոնց է եղել։ Ես երբեք Հասմիկից լավ բան չեմ սպասել։ Իսկ Լանային չեմ էլ ուզում քննարկեմ։ Մագ Ամեն անգամ, երբ որ Նորոն ինձ նեղացնում է, աչքիս առաջ դու ես հայտնվում։ Ուզում եմ սպանեմ քեզ, Մագդա։ Ինչի հայտնվեցիր։ Ինչի փչացրեցիր ամեն ինչ։ հիմա ուշադիր ինձ լսի։